Թբիլիսիի կենտրոնում Պլոշչադ վոկզալնայ մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է երկաթուղային կայարանի մոտակայքում գտնվող պահեստներում, հաղորդում է վրացական ԻՄԵԴ-ի հեռուստաալիքը։ Կրակը տարածվել է պահեստում եւ դեռևս հնարավոր չէ այն մարել։ Դեպքի վայրում աշխատում են 10-ից ավելի հրշեջ խմբեր։ Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանը գտնվում է հրդեհի վայրի կողքին։ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Մասնագետները պարզում են հրդեհի պատճառը։ Նյութական վնասի չափի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա կապակցությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ հավկիթի գների անկումը նշել է որպես իր հիմնական նվաճումներից մեկը։ Իմ պաշտոնավարման առաջին շաբաթվա ընթացքում ինձ քննադատեցին հավկիթի գնի համար, ասել է Թրամփը։ Նա նշել է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ում հավկիթի գինը մինչև զատիկ նվազել է 87%-ով։ Բացի այդ, պետության ղեկավարի խոսքով նվազել են բենզինի, սննդի եւ դեղորայքի գները։ Ուկրաինայի իշխանությունները մերժել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ ժամանակավոր հրադադարի մասին, այն անվանելով Միացյալ Նահանգներին խաբելու փորձ։ Այս մասին գրում է Associated Press-ը։ Ուկրաինացի պաշտոնյաները ծաղրեցին Պուտինի հրադադարի մասին հայտարարությունը, ասվում է տեքստում։ Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կտրուկ է խոսել Ռուսաստանի նախաձեռնության մասին, իսկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան փորձում է խաբել Միացյալ Նահանգներին։ Բացի այդ, պարբերականի հաղորդմամբ Զելենսկին պնդում է 30-օրյա զինադադար հաստատել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է խաղ խաղալ իր հետ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության կնքման հարցում։ Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա կարող է փորձել խաղ խաղալ ինձ հետ, ասել է Թրամփը։ Քաղաքական գործիչը նաեւ կարծիք է հայտնել, որ եթե ինքը չլիներ, Պուտինը կգրավեր ամբողջ Ուկրաինան։ ԱՄՆ նախագահի դեսպան Ստիվեն Ուիտկովը Կրեմլն անվանել է տպավորիչ վայր եւ ասել է, որ իրեն հիացմունք է պատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Նա իր տպավորություններով կիսվել է WABC ռադիոյով։ Ես ժամանեցի Կրեմլ, սա տպավորիչ վայր էր։ Եվս մի փոքր հուզված էի այն իմաստով, որ ես այստեղ եմ ԱՄՆ կառավարության անունից, փորձելով խաղաղության համաձայնագիր կնքել, ասել է Ուիտկովը։ Նա նաեւ ընդգծել է, որ իրեն տպավորել է տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ տրամադրությունները կտրուկ փոխվել են։ Գազետա.ru-ին տված հարցազրույցում ասել է Կիևում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Ամերիկյան կողմը գոնե խոսքերով ցուցադրում է Ռուսաստանի հետ երկխոսության անցնելու ցանկություն։ Եվրոպական երկրների դիրքորոշումը, որոնք պարզապես դեմ են Թրամփի խաղաղ նախաձեռնություններին, նույնպես հստակորեն բյուրեղացել է եւ Կիևի ռեժիմի ծայրահեղ արմատական դիրքորոշումը դարձել է ակնհայտ։ Կարելի է նկատել քաղաքական գունապնակի փոփոխություն, որը ուղեկցում է ուկրաինական հակամարտությանը, ասել է դեսպանը։ Միրոշնիկը վստահ է, որ հենց երկխոսության կարգավորման եւ փոխգործակցության ուղիներ գտնելու ցանկությունն է ամենակարևոր նվաճումը, որը Թրամփը գրանցել է վերջին 100 օրվա ընթացքում։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուիտկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է տեսնում վերակառուցելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը։ Կարծում եմ, որ Պուտինը տասնամյակների ընթացքում առաջին անգամ հնարավորություն է տեսնում վերանայելու Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ դա ակնհայտ է, ասել է Ուիտկովը։ Թրամփի հատուկ բանագնացը հիշեցրել է, որ ինքը 4 հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ եւ դրանցից ոչ մեկը չի տվել 3 ժամից պակաս։ Խաղաղ օվկիանոսում Հոբարտ քաղաքից 1391 կիլոմետր հարավ, որը գտնվում է Ավստրալիայի Թասմանիա կղզում, 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ Սայանի մասնաճյուղին։ Հրատարակությունը նշում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվում է որպես ավերիչ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է անձամբ գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։ Այս մասին նա հայտարարել է The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։ Ես դա այնքան արագ եմ անում, դուք կզարմանաք, երբեմն ես եմ թելադրում նրանց, բայց ես սիրում եմ դա ինքս անել, ասել է նա։ Թրամփի հիմնական սոցիալական ցանցը Truth Social-ն է, որտեղ նա տեղափոխեց իր հիմնական գործունեությունը այն բանից հետո, երբ նրա հաշիվը արգելափակվեց Twitter-ի այժմ X կողմից 2021 թվականին իր առաջին ժամկետի վերջին օրերին։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բարձրագույն դատական խորհրդում է, քննվում է Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցը։ Ըստ տեղեկությունների դատավորն իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով մեղադրյալից կաշառք է վերցրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով քաղաքացիական շարժման անդամները 107 պատգամավորի անունով նամակներ են փոխանցել ազգային ժողով։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կարծիք է հայտնել, ասելով, որ նույնիսկ բոլոր ընդդիմադիր պատգամավորները չեն ստորագրի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Առանձնապես մեծ հավատ չունեմ այս գործընթացի դրական ելքի վերաբերյալ, պատճառները շատ պարզ են, որովհետև Ոցը ակտիվ չի, իսկ այս պայմաններում ես չեմ ենթադրում, որ նույնիսկ ընդդիմադիր բոլոր պատգամավորները կստորագրեն։ Ապրիլի 29-ին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիին։ Հայոց հայրապետը գնահատանք է հայտնել վրաց իշխանություններին 15 հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգացու վերաբերմունքի համար։ Ապրիլի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցում։ Մարտի 23-ին Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղծաներ ախտորոշմամբ ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկամյա տղա երեխա։ Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Մահացածը Վահե Գն է։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերի միջև լարվածությունը նկատելի է, նրանք շարունակում են սուր քննադատություններ հնչեցնել եւ մեղադրել միմյանց Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշում է, Փաշինյանը երբեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը չի եղել։ Գիտեք, մենք ասենք սկզբունքորեն կարանք եւ չարախնդայինք, հա, այս վեճի վրա, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնեմ այն ժամանակները, երբ որ այդ երկու թիմերը պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը մեր հոգեզավակն է, հա։ Այո։ Որը բացարձակ սուտ էր, բայց իրանք այդ պնդում էին։ Հիմա պարզվում է, որ սկսել են իրար մեղադրել այդ նույն գործում։ Նիկոլ Փաշինյանը երբեք մեր հոգեզավակը չի եղել։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2007 թվին ի թիվս այլ 24 քաղաքական ուժերի եկել է պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը եւ մեր մեղքը պատմության առաջ Նիկոլ Փաշինյանի առումով, ասենք կարանք համանենք միայն այն, որ ինքը ընդգրկվելով մեր Հայ ազգային կոնգրեսի ցուցակի մեջ, ասենք կարողացավ անցնել պարլամենտ։ Ջերմորեն շնորհավորում ենք Մարկ Քարնիին եւ լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները հիմնված բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք մեր փոխշահավայր համագործակցության հետագա ամրապնդումն ու խորացումը։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նախորդ տարվա նոյեմբերին։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոք են ներկայացրել դատական կոլեգիայի դեմ։ Որպես բողոքի հիմք փաստաբանը նշել է իր միջնորդությունների մերժումը դատական նիստերի բոլոր արձանագրություններին ծանոթանալու հնարավորության բացակայությունը, ինչպես նաև քրեական հետապնդման մեջ կոլեգիայի շահագրգռվածությունը։ Բողոքը մերժվել է հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 6-ին։
Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք ծանրամարտի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականից կմասնակցեն 7 մարզիկներ, 5 տղա, 2 աղջիկ։ Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը Տարոն Թովմասյանը։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։ Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու Ջամու եւ Քաշմիր շրջանում ահաբեկչական հարձակմանը արձագանքելու ժամանակացույցը եւ նպատակները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հաղորդում է RTI գործակալությունը։ Զինված ուժերի լիակատար գործառնական ազատություն ունեն որոշելու Հնդկաստանի արձագանքի մեթոդը, պատասխանի ձևաչափը, ժամկետները եւ նպատակները։ Մեր ազգային վճռականությունն է ջախջախիչ հարված հասցնել ահաբեկչությանը, նշել է Հնդկաստանի առաջնորդը։ Մոդին վստահություն է հայտնել հնդիկ զինվորականների մասսագիտական հմտությունների նկատմամբ, խոստանալով հետապնդել ահաբեկիչներին եւ նրանց հովանավորներին մինչեւ աշխարհի ծայրերը։ Նա նաեւ վստահեցրեց, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչները կենթարկվեն այնպիսի պատժի, որը գերազանցում է նրանց երևակայությունը։ Իսպանիայում էլեկտրոէներգիայի զանգվածային անջատումների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է El País թերթը։ Իսպանիայի հյուսիսում գտնվող Օրենս նահանգում 2 ծնող եւ երեխա է մահացել իրենց տանը շմոլ գազի թունավորումից, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրական գեներատորից։ Վալենսիայում մի կին մահացել է թթվասի պակասից, երբ հոսանքազրկման պատճառով սարքը խափանվել է, որն օգնում էր նրան շնչել, իսկ Մադրիդում մոմից առաջացած հրդեհից եւս մեկ կին մահացել է։ Նշված է հաղորդագրության մեջ։ Նախորդին Իսպանիայի գրեթե ողջ տարածքում էլեկտրոէներգիայի մեծ անջատում է տեղի ունեցել։ Դա ազդեց հասարակական տրանսպորտի, էլեկտրահաղորդման գծերի եւ հեռախոսային ծառայությունների վրա Մադրիդի, Բարսելոնայի եւ Լիսաբոնի որոշ հատվածներում։ Սուպերմարկետներում առաջացել են հսկայական հերթեր։ Ռուսաստանն իրավական բնույթի հարցեր ունի կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմության հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Չնայած առկա իրավական նրբություններին, խաղաղ կարգավորման գործընթացի շահերը ամեն ինչից վեր են, նշել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ առաջնայինը բանակցային գործընթաց սկսելն է, մնացած ամեն ինչ երկրորդական բնույթ է կրում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրը բաղկացած է 2022 թվականից Կիևի կողմից կորցրած տարածքները ռուսական ճանաչելուց։ Այս մասին գրում է CNN-ը, վկայակոչելով ծրագրին ծանոթ պաշտոնյաներին։ Ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրը ներառում է Վաշինգտոնի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը եւ Ռուսաստանի լրացուցիչ ուկրաինական տարածքների տրամադրումը, որոնք օկուպացվել են 2022 թվականին նրա լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր, հայտնել են հեռուստաալիքի զրուցակիցները։ Ուկրաինայի համար դժվար կլինի պահպանել ռազմաճակատի գիծը մարդկանց պակասի եւ հրետանային զենքի պաշարների սպառման պատճառով։ Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով վիեննական վերլուծաբան Ֆրանց Շտեֆան Գադին, հաղորդում է Wall Street Journal-ը։ Վերլուծաբանի խոսքով առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Կիևին հանձնված հրետանին ամենայն հավանականությամբ կավարտվի, իսկ Եվրոպան չի կարողանա լրացնել Վաշինգտոնի օգնության բացակայությունը։ Ես ոչ մի կտրուկ փոփոխություն կամ ճակատային գծի փլուզում չեմ ակնկալում, բայց ընդհանուր առմամբ կանխատեսումները դրական չեն Ուկրաինայի համար, ինչ որ պահի անօթաչուների հարվածները չեն կարող փոխարինել հետևակի բացակայությանը, նշել է նա։ Տխուր ավարտ կարող է սպասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ով պարծենում է սպանություններով։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Երբ պետության ղեկավարը պարծենում է սպանություններով, դա նշանակում է միայն մեկ բան՝ վերջինս տխուր ավարտ կունենա, հայտարարել է քաղաքական գործիչը։ Մարտական առաջադրանքի ժամանակ Ուկրաինայի կողմից Սու-27 կործանիչ կորցնելու պատճառը մարդկային գործոնն էր, ասել է 3-րդ առանձին գրոհային բրիգադի շտաբի պետ Օլեգ Պետրենկոն։ Նախորդին Ուկրաինային ռազմաօդային ուժերը հայտնել էին մարտական առաջադրանք կատարելիս Սու-27 կործանիչի կորստի մասին։ Ռազմաօդային ուժերը նշել են, որ օդաչուն ողջ է մնացել ավիավթարից եւ հատուկ հանձնաժողով է ստեղծվել դեպքի հանգամանքները պարզելու համար, սակայն նա հրաժարվել է մանրամասն հայտնել դեպքի մասին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստյուբը խոստովանել է, որ Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների, արտացոլելով իրավիճակը ռազմի դաշտում։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Նա խոստովանել է, որ Ուկրաինան պետք է փոխզիջումների գնա այն տարածքների շուրջ, որոնք կարտացոլեն մարտադաշտի իրողությունները, գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստյուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում նման տարածքները որպես ռուսական։ Նա պնդում է, որ ավելի վաղ ամերիկացի բանակցողները ուրվագծել էին խաղաղության ծրագրի նախագիծ, ըստ որի ԱՄՆ-ն Ղրիմը կճանաչի որպես Ռուսաստանի մաս։ Հետո Ուկրաինան ու եվրոպացիները հանդես եկան հակառաջարկով, որը մերժվեց Մոսկվայի կողմից։ Ես առաջարկում եմ վերակառուցել այս երկու առաջարկներն այնպես, որ ստեղծվի գործարքի հասնելու հնարավորություն հենց հիմա, ասել է նա։ Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է մինչև ատամները զինել որպես ապագա անվտանգության երաշխիքների մաս։ Ուկրաինան կկորցնի տարածքներ եւ անվտանգության երաշխիք չի ստանա արևմուտքից խաղաղ համաձայնագրի արդյունքում։ Նման կանխատեսում է արել Պոլիտիկո պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ վերջին 2 տարիների ընթացքում Կիևը հակամարտությունում հաջողություն չի ունեցել, այդ թվում դաշնակիցների չմտածված քաղաքականության պատճառով։ Խաղաղ գործարքի արդյունքում Կիևը ոչ միայն մասնատված դուրս կգա այս կոշտ հակամարտությունից, այլև անվտանգության ոչ մի հուսալի երաշխիք չի ունենա, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է աջակցել եվրոպացիներին, գրում է պարբերականը։ Նյութի հեղինակները նշել են, որ իրավիճակի նման զարգացում կարելի էր թույլ չտալ, եթե արևմուտքը չկռվեր հակամարտության սկզբում։ Եվրամիության քաղաքականությունը, որը խոստացել էր Ուկրաինային անհրաժեշտ քանակությամբ զենք տրամադրել հենց սկզբից, կասկածներ էր հարուցում, հավելել են լրագրողները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի շարք պետությունների ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը ձեռնտու են Չինաստանին, քանի որ դրանք խաթարել են ԱՄՆ-ի հեղինակությունը։ Կարծում է The Wall Street Journal-ը, սխալ է մտածել, որ սակագների վնասը միայն ներքին է։ Ընկերների եւ թշնամիների վրա հարձակումը խարխլեց ԱՄՆ-ի նկատմամբ գլոբալ վստահությունը, ինչը իսկա նվեր է Սի Ցզինփինին, նշել են հոդվածի հեղինակները։ Նրանց կարծիքով ԱՄՆ-ն զիջում է համաշխարհային տնտեսական առաջատարությունը, Պեկինն արդեն ձգտում է ամուր հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի դաշնակիցների հետ, նրանց տրամադրելով ավելի հուսալի հսկա շուկա։ Ստեղծված իրավիճակը կարող է լրջորեն խանգարել Չինաստանի զսպմանն ուղղված երկրների առևտրային դաշինքի ձևավորմանը, նշել է խմբագրական գոլեգան։ Ուկրաինան չի շահի, եթե առաջիկա տարիներին Մոսկվայի եւ Կիևի ռազմական հակամարտությունը չավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը պոդքասթեր Չարլի Քըրքին տված հարցազրույցում։ Լրատվամիջոցներում տարածվում է տարօրինակ գաղափար, որ եթե մարտերը տևեն եւս մի քանի տարի, ռուսները կպարտվեն։ Ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը եւ ամեն ինչ կվերադառնա նրան, ինչ եղել է պատերազմից առաջ, կարծում է Վենսը։ Սակայն փոխնախագահը վստահ է, սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք։ Քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ ռազմական հակամարտության շարունակման դեպքում հասարակության փլուզման վտանգ կառաջանա, եթե հակամարտությունը շարունակվի, եւս մի քանի տարի միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ եւ դա կարող է վերաճել միջուկային պատերազմի։ Հայտարարել է Վենսը, հավելելով, որ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ուղղված է կարգավորման հասնելուն։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ է անցկացնում, որոնց ժամանակ մշակում է Կալինինգրադի մարզի գրավման սցենարը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է RBC-ն։ Երկրորդ տարին անընդմեջ ՆԱՏՕ-ն մեր սահմանների մոտ անցկացնում է վերջին տասնամյակների ընթացքում ամենամասշտաբային զորավարժությունները, որոնց ընթացքում մշակում է Կալինինգրադի մարզի Ռուսաստանի միջուկային զսպման ուժերի մշտական տեղակայման, վայրերին կանխարգելիչ հարվածների գրավման սցենարները, ասել է նա։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը մարզվում են հարձակվելու Վիլնյուսից մինչև Օդեսա ընկած տարածքներում, ինչպես նաև սահմանափակելու նավերի տեղաշարժը Բալթյան եւ Սև ծովերում։ Բացի այդ, Ռուսաստանի անվտանգությանը սպառնում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Երվրա հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, կարծում է Պատրուշևը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է Չինաստանում երկրի առաջնորդ Սի Ցզինփինի աջակցության ուժեղացմանը, հայտում է Bloomberg-ը, ամփոփելով գործարար եւ քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ հարցազրույցի արդյունքները։ Գործակալությունը նշում է, որ Սին քննադատության է ենթարկվել կորոնավիրուսի ժամանակ խիստ միջոցներ ձեռնարկելու պատճառով, սակայն այժմ նկատվում է համախմբում Չինաստանի առաջնորդի շուրջ։ Նրան աջակցություն են հայտնում նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատում էին պետության ղեկավարին։ Վաշինգտոնի կողմից Չինաստանի
Ռուսաստանից ներկրման համար 145% մաքսատուրքերի սահմանումը եւ Պեկինից 125% պատասխան դիրքաչափը սպառնում են զրոյացնել առևտուրն աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջև։ Բլումբերգի գնահատականներով մնալով ներկայիս մակարդակում մաքսատուրքերը կարող են կրճատել ԱՄՆ չինական արտահանման ավելի քան 80% եւ նվազեցնել երկրի հնան 2%-ով, եթե ձեռնարկությունները չգտնեն սպառման նոր շուկաներ։ Ապրիլի 25-ին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։ Ապրիլի 25-ին Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ Կատարի Էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ Ալ-Մուսնադի հետ, հայտնում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպան ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը։ Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է եւ անհնար է թույլ տալ, որ այս մեռնող երկրի մնացորդները որոշ ժամանակ անց միանան ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իմ կարծիքով Ուկրաինայի ճակատագիրը մեծ մասամբ կանխորոշված է։ Սա իմ անձնական կարծիքն է։ Անհասկանալի է, թե որքան ժամանակ կգործեն դրա մնացորդները, ում դրանք պետք կգան պրագմատիկ արևմտյան աշխարհում, առանց էներգետիկ ռեսուրսների եւ արդյունաբերության, առանց հեռանկարների եւ ներուժի, ասել է Մեդվեդևը։ Քաղաքական գործչի խոսքով նույնիսկ եթե քայքայվող պետությունից ինչ-որ բան մնա եւ այն շարունակի գոյություն ունենալ, այդ մնացորդներին չի կարելի թույլ տալ դառնալ ՆԱՏՕ-ի մաս։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը խոսել է նաեւ Ուկրաինայի երկկողմ համաձայնագրերի մասին այլ երկրների հետ։ Նրա խոսքով դրանք անընդունելի են, եթե սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Գազայի հատվածում ավելի քան 65,000 երեխա հոսպիտալացվել է խիստ թերսնման պատճառով Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման ֆոնին։ Այս մասին հայտնում է Ալ-Մասիրա հեռուստաալիքը, հղում անելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնին։ Ավելի քան 65,000 երեխա 1.1 միլիոն պաղեստինցի երեխաներից եւ դեռահասներից, որոնք ամեն օր տառապում են սովից, հոսպիտալացվել են սուր թերսնման պատճառով, հաղորդում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալությունը ուշադրություն է հրավիրել Գազայի հատվածում տիրող ծանր իրավիճակի վրա կապված մարտի 2-ից գործող անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու Իսրայելի արգելքի հետ։ Հնդկաստանը դիտարկում է իր օդային տարածքը պակիստանյան ավիափոխադրողների համար փակելու եւ պակիստանյան նավերի մուտքը հնդկական նավահանգիստներ արգելելու հարցը։ Այս մասին հաղորդում է Economic Times թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Ինչպես նշում է հրատարակությունը, այս դեպքում Պակիստանը ստիպված կլինի ինքնաթիռները փոխել Չինաստանի կամ Շրի Լանկայի միջոցով հարավարևելյան Ասիայի ուղղություններ հասնելու համար։ Պակիստանի պետական միջազգային ավիաուղիները օգտագործում է Հնդկաստանի օդային տարածքը աշխարհի այդ մասի մի քանի ուղղություններ մուտք գործելու համար, ներառյալ Կուալա Լումպուրը եւ Մալազիայի այլ քաղաքներ, բացի Սինգապուրից եւ Թայլանդից։ Հրաձգություն է տեղի ունեցել Ջամուի եւ Քաշմիրի, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հսկողության գծի սահմանային գոտում։ Այս մասին ասվում է հնդկական բանակի հայտարարության մեջ։ Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել հսկողության գծի երկայնքով Կուպվարա եւ Բարամուլլա շրջանների դիմաց գտնվող տարածքներում, ասվում է զեկույցում, որը մեջբերում է PTI լրատվական գործակալությունը։ Հնդկաստանի զինվորականները պատասխանել են արագ եւ արդյունավետ, ասվում է տեքստում։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրադադարը Հնդկաստան-Պակիստան սահմանին խախտվել է 5-րդ գիշերն անընդմեջ Նյու Դելհիի եւ Իսլամաբադի միջև լարվածության ֆոնին Ջամուի եւ Քաշմիր նահանգներում մահապարտ ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Գրենլանդիայի խոշորագույն հեռահաղորդակցական TUSAS ընկերությունը կորցրել է կապը Իսպանիայի Մասպալոմաս քաղաքում տեղակայված իր արբանյակային սարքավորումների հետ 3 այնտեղ տեղի ունեցած խոշոր հոսանքազրկումից հետո, հայտնում է ընկերությունը։ Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն TUSAS-ը հետաքննում է, թե արդյոք անջատման պատճառը հոսանքազրկումն էր։ Այժմ մենք կապի մեջ ենք Իսպանիայի Մասպալոմաս քաղաքում գտնվող մեր սարքավորումների հետ, որոնք մենք օգտագործում ենք արբանյակային
ծածկույթի տարածքում մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու համար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Ընկերության տվյալներով արբանյակային կապի ծառայություններից օգտվող իր հաճախորդներին հասանելի չեն բջջային կապը, ինտերնետը, հեռուստատեսությունը, ռադիոն եւ SMS հաղորդագրությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին խաղաղության պարտադրելով զրկում է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն իր կերպարից եւ աջակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը գտնվում է նախնական կալանքի տակ պետական դավաճանության կասկածանքով։ Զելենսկու կերպարը ոչնչացվում է, նրա կարգավիճակը հերքվում է, նրա ազդեցությունն ու աջակցությունը չեզոքացվում են, ընդգծել է նա։ Ռադայի падգամավորի խոսքով Թրամփը հարվածում է ուկրաինացի առաջնորդին շատ ավելի ցավոտ կերպով, քան պարզապես նրա հաշիվները արգելափակելով։ Հակամարտության կարգավորման խաղաղության համաձայնագրի արդյունքում Ուկրաինան կմասնատվի, եւ Կիևը չի ունենա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը։ Խաղաղության համաձայնագրի արդյունքում Կիևը ոչ միայն դուրս կգա այս դաժան հակամարտությունից մասնատված, այլև կզրկվի որևէ լուրջ անվտանգության երաշխիքից, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է աջակցել եվրոպացիներին, ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ Եվրոպայի քաղաքականությունը Կիևին խոստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կասկածներ է առաջացնում։ Չինաստանը վտանգում է դեմոգրաֆիկ ճգնաժամի բախվել, այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում։ Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է, գրել է գործարարը։ Նրա կարծիքով նույնը կարելի ասել աշխարհի գրեթե բոլոր պետությունների մասին։ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսել է մեծ հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հերոսական մասնակցության վերաբերյալ։ Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին, էթնիկ զտումներին, նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ում ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվել են հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հայկական հուշարձանները։ Ներկա գտնվող ադրբեջանական պատվիրակության անդամները պարբերաբար փորձել են ընդհատել եւ խոչընդոտել Շարմազանովի ելույթը։ На заявление азербайджанской делегации, которая сказала, что в 2020 году итоги войны были справедливы. Итоги войны несправедливы, и теперь ничего общего с уставом ООН и с правом народного самоопределения. Да здравствует свобода и народная... Պեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին եւ հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն։ Այս մասին Ռիո դե Ժանեյրոում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղված բոլոր ջանքերին եւ հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանադառնան ճգնաժամի բուն պատճառներին եւ հնարավորինս արագ կհասնեն արդար, երկարատև եւ խաղաղ համաձայնության, որը պարտադիր եւ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Չինացի նախարարը նշել է օբյեկտիվ եւ անկողմնակալ դիրքորոշում պահպանելու եւ տարաձայնությունները երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծելու հարցում պնդելու անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշել է, որ Մերձավոր Արևելքի հարցում գլխավոր առաջնահերթությունը Գազայի հատվածում համապարփակ զինադադարի հաստատումն ու հումանիտար աղետին վերջ դնելն է։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 57 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով Գազայի հատվածին իսրայելական զորքերի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 57, վիրավորվել եւս 153-ը։ Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ մահացած 14 մարդու դիակները, որոնք դուրս են բերվել փլատակներից, տեղափոխվել են շրջանի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական բանակի գործողությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 52314-ի, վիրավորվել 117792 մարդ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում ապրիլի 29-ից ցերեկը մայիսի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին մայիսի 2-ից 4-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը 30-ին մայիսի 1-ից 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-ից 5, Լոռիում, Տավուշում
Շիրակում եւ Սյունիքում 8-ից 10 աստիճանով, ապրիլի 30-ին մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։